եւ այլն, չէ՞։ Տեսեք ինչ է, ես իմ ելույթի վերջում ասացի։ Մեր հասարակությունը նա պահում է վախերի մեջ։ Ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ ասել, մեր հայրենակիցներին եմ ուզում ասել, ժողովուրդ ջան, մի վախեցեք։ Լուծումները կան, մենք իրավունք չունենք վախենանք, ժողովուրդ ջան, մենք ցեղասպանությունից ընդամենը 100 տարի առաջ ցեղասպանություն վերապրեցինք։ Դրանից հետո կարճ ժամանակ անց երկրորդ համաշխարհային պատերազմում ենք հաղթել։ Սարդարապետի ճակատամարտ ենք հաղթել, ժողովուրդ ջան, մենք իրավունք չունենք վախենալ, հզոր պատմություն ունեցող ժողովուրդ ենք, եկել ենք այս մարդիկ իրանց քաղաքական շահերի համար մեզ հրա տեսեք ինչ օրն ենք գցել։ Ամեն մեկը վախենանք, չանենք, վայ էս չանենք, այս մեկը ստեղ չխոսա, այտենց չի, ժողովուրդ ջան, մենք չենք ուզում ունենալ երկրի ղեկավարություն, որը արժանապատիվը պահում իրան, որը կարողանում է հստակ պատասխան տալ, որ չի թողում, որ իր ժողովրդին կարողանա հանգարց մեկը մի հատ ասի աչքի վերևը ունք կա, այտենց ո՞նց կարելի է անել։ Հետևաբար մեր անվտանգության համակարգը ինչ ուզում է լինի ամենահամար մեկ խնդիրների խնդիրն է։ Պատահական չի, ես դրել եմ այսօրվա այս 3 մեր արժեքները՝ խաղաղություն, ուժ, արդարություն։ Ուժեղ չեղանք, անվտանգության համակարգ չունենացանք, ոչ խաղաղություն ա լինելու, ոչ արդարություն ա լինելու։ Եվ մենք սա անելու ենք անվտանգության համակարգի գլխավոր զարգացման համակարգը մենք մի անգամից հիմքերը դնելու ենք։ Անկլավներ, կարճ ասեմ, ինձ համար անկլավներ գոյություն չունի։ Ինձ համար գոյություն ունի անվտանգություն։ Վերջ։ Ես ղեկավարվելու եմ միայն անվտանգության։ Ես անկլավների հարց չեմ քննարկելու։ Իմ երկրի անվտանգությունը իմ համար կարմիր գիծ է, ինչպես որ կարմիր գիծ է ինքնիշխանությունն ու անկախությունը։ Շնորհակալություն։